կանաչ երևում է արդեն։ Արագածոտի նախալեռնային գոտում հիմնականում մարտի կեսից են դաշտի գործը սկսում, արդեն 34 տարին բարեբեր լինի չլինի, Թաթուլը Թալինի Համանուն գյուղից իր հողերն անմշակ չի թողնում։ Մոտավորապես մի 10 հեկտար ուզում ենք գարից հանենք, մի 5 հեկտարն էլ թողենք ցելադաշտ, այսինքն հանգստանա, որբեսի աշնանը ցանենք ցորեն։ Այս տարվա բերքից ակնկալիքները շատ են, քան նախորդից ցանքն իրականացնում է ոչ թե հին բերքից ամբարած սերմերով, այլ էլիտարով։ Հին սերմերը, որ մշակում ենք, բերքը շատ չի լինում, էլի, ասենք 2 տոն ու կես, էլիտար սերմերը մշակում ենք, մոտ մի 3-3.5 տոննա ստանում ենք, էլի, հեկտարից։ Այս տարի հին սերմացուից հրաժարվել հավաստագրվածով ցանքն իրականացնել որոշեց, երբ իմացավ, որ պետությունը պատրաստ է մասնակի փոխհատուցել հացահատիկային մշակաբույսեր աճեցնողների ծախսը սկսած վարուցանքից մինչև սերմացու։ Գյուղտեխնիկային վարձում օգնող ուժ ներգրավում, պարկերով պարարտանյութ տալիս հեկտարներին ծախսերը շատ են, էլիտար սորտի սերմացուի համար հաճախ գումար չի մնում։ Շատ լավ բան է մեր գյուղատնտեսության համար, որբեսի մենք մշակենք հողերը, մեր ծախսը, ոնց են ասում, մեր հետ կիսվում է պետությունը, մեզ օգնում է։ Ցորեն գարի եգիպտացորեն հաճարից մինչև ոլոր, լոբի, ոսպու, սիսեռ կերային մշակաբույսերից էլ առվույթ, կորնգան, կերիճ ակնդեղ։ Կառավարությունը գյուղատնտեսական 2025-ին պատրաստ է փոխհատուցել այս տեսականու մշակությամբ զբաղվողների վարուցանքի բերքահավաքի ծախսերի եւ սերմերի արժեքի 50%-ը մինչև 100 հեկտար մակերեսով։ Օգնելով գյուղատնտեսներին բարելավել իրենց տարեկան եկամուտը, ըստ էության նախ եւ առաջ սոցիալական խնդիր լուծելով հեռանկարում ծրագրից այլ կարևոր ակնկալիքներ էլ կան։ Հողերն են մշակվում, որովհետեւ չմշակվող հողերը դեգրադացվում են։ Վաղը մյուս օրը պետությունը հսկայական գումարներ է ծախսելու դեգրադացված հողերը դեպի շրջանառություն վերադարձնելու ուղղությամբ։ Շատ կարևոր է պայմանային անվտանգության տեսանկյունից։ Այո, Հայաստանում ցորենի արտադրությունը բարձր եկամտաբեր չէ, բայց ավելի լավ է սուբսիդավորել մեր գյուղաբնակ քաղաքացուն, օրինակ 50,000 տոննա ցորեն արտադրենք, այդ նշանակում մենք 50,000 տոննայով մեր կախվածությունը այլ երկրներից նվազեցնում ենք։ Գարնանացան հացահատիկայինների մշակության յուրաքանչյուր 1 հեկտարի համար փոխհատուցումը կկազմի 70,000 դրամ, աշտանացան ցորենինը 80,000, եգիպտացորենինը 85, հատիկանդեղենային մշակաբույսերինը 100, առվույթ կորնգալինը 110,000 դրամ։ Գյուղատնտեսները մինչև ցանքսը պետք է դիմում ներկայացնեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին, որտեղ կնշեն ցանքատարածությունների վայրը, մակերեսը, թե ինչ են մտադիր աճեցնել, նաև բանկային հաշվեհամար պետք է տրամադրել ու որոշ փաստաթղթերի պատճեններ։ Ծրագրում ընդգրկված շահառուները բերքահավաքից առավելագույնը 2 ամիս առաջ պետք է ներկայացնեն նաև սերմերի հավաստագրերի պատճենները։ Մենք մտցնում ենք մշակույթ հավաստագրված բարձրորակ սերմերով մշակություն անելու։ Երբ որ ծրագրի այդ բաղադրիչը դու չես անում, մարդիկ սովորաբար ինչ են անում, իրենց ունեցած գիտելիքներով, իրենց ունեցած սերմով են անում։ Արդյունքն էլ լինում է ցածր։ 33 բնակավայր միավորող Թալին համայնքում արդեն մոտավոր հաշվարկներ ունեն, թե 2025-ի գարնանացանի ու աշտանացանի աջակցության ծրագրով որքան հող կմշակվի։ Ծրագրի արդյունավետությունը գնահատում են հետահայաց 2022-ից, որն աշտանացանի աջակցության մեկնարկային տարին էր։ Այդ տարի 22 թվականի աշտանացան ցորենի ցանքատարածությունները կազմել են 2092 հեկտար, ԱՀԳ-ին նպաստել է ցանքատարածությունների մակերեսի հետ կապված, իսկ 23 թվականին ծրագիրը չի եղել, մոտ 400 հեկտարով պակաս է եղել, այս տարի նախատեսվում է մոտ 10-15% աճ։ Արդեն ունեն դիմումներ ֆերմերներից, կանխատեսում են, որ իրենց տարածքում շահառուների թիվը կգերազանցի 700-ը։ Բուսաբուծության աջակցության ծրագրի այս տարվա բյուջեն նախնական 1.5 միլիարդ դրամ է։ Ակնկալվում է, որ մշակվող վարելահողերի տարածքները կընդլայնվեն շուրջ 36,000 հեկտարով։